Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Իսկ եթե ներելը բավարար չէ, երբևէ պատահել է, որ քեզ թվացել է, թե ներել ես մեկին, սակայն երբ խոսել ես նրա մասին կամ հանդիպել ես, հասկացել ես, որ ներսդ տակնու վրա է լինում և փոթորիկ է բարձրանում սրտումդ։ Սիրելի՛ բարեկամ, Հռոմեացիս 12:19 խոսքում ընթերցում ենք հետևյալը. «Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ Աստծու բարկությանը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ», ասում է Տերը»։ Իսկ Մատթեոս 18:21-22 խոսքերում Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, թե որքան խորը պետք է լինի մեր ներումը. «Այդ ժամանակ Պետրոսը մոտենալով նրան ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, քանի՞ անգամ նրան ներեմ, մինչև 7 անգամ»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7»։ Հնարավոր է, որ որևէ մեկը մեզ վիրավորի 490 անգամ։ Տեսականորեն հնարավոր է, բայց դա այդքան էլ իրատեսական չէ։ Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսն այստեղ մեզ հարատևորեն ներել էր սովորեցնում։ Երբեմն մեզ ցավեցնում է ոչ միայն ստացած վիրավորանքը, այլ ստացած վերքերի մասին հիշողությունը։ Եվ այդ ժամանակ մենք պետք է ներենք ու կրկին ներենք։ Ներելը ընտրության հարց է, ինչպես նաև չներելը։ Այդ որոշումը մենք կայացնում ենք մեզ վիրավորած անձի վերաբերյալ։ Երբեմն մենք պետք է ներենք տվյալ մարդուն ամեն անգամ, երբ հիշում ենք մեր հանդեպ նրա արած որևէ սխալի մասին, նրա հասցրած վիրավորանքի ու պատճառած ցավի մասին։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ներելը քո ուսերից վերցնում է ատելության ծանրությունն ու դառնության բեռները։ Այդ պատճառով էլ քեզ կոչ եմ անում սովորել ներել և ներել այնքան, որքան անգամ մեզ ցավեցնում են մեր հիշողությունները։ Դա այնքան էլ հեշտ չէ, սակայն Տեր Աստծու օգնությամբ նաև անհնարին չէ։ Աղոթում եմ, որ քո ներումը Տեր Հիսուսի ներման խորությունն ունենա և քո կյանքը լինի ազատ ամեն ատելությունից ու բոլոր դառնություններից։ Եղի՛ր օրհնված Տեր Հիսուսի անունով և հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։